Նոր բնակարան եք ձեռք բերել կառուցապատողից։ Շնորհավորում ենք։ Բնակարանի ընդունումը վերջնական եւ շատ պատասխանատու փուլ է, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարող է կարևոր լինել։ Ինչ է պետք իմանալ նոր կառուցված բնակարանի հանձնման ընդունման փուլում։ Բնակարանի ընդունման ժամանակ խորհուրդ է տրվում ուսումնասիրել բնակարանի ընդհանուր վիճակը եւ ստուգել, արդյոք այն համապատասխանում է պայմանագրով եւ հրապարակային գովազդներում կառուցապատողի ներկայացրած պայմաններին։ Ուշադրություն դարձնել ինժեներական համակարգերին եւ դրանց պատշաճ աշխատանքին, ներառյալ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգեր, գազամատակարարում, էլեկտրական ցանց, վարդակներ ու անջատիչներ, ինչպես նաեւ օդափոխության համակարգ։ Համոզվել, որ բնակարանը հանձնվում է պայմանագրով սահմանված նվազագույն վիճակով, ներառյալ պատերի եւ առաստաղների հարթեցում կամ նախապատրաստում, հատակի նախապատրաստվածություն, մուտքային դռան տեղադրում, պատուհանների տեղադրում, ինչպես նաեւ սանհանգույցի հիմնական պատրաստվածություն, կախված պայմանագրից եւ սահմանված չափանիշներից։ Կարևոր է նաեւ իմանալ, որ 2025 թվականի մարտից հետո տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների հիման վրա իրականացվող կառուցապատման նախագծերում կառուցապատողը պարտավոր է բնակարանը հանձնել նվազագույն հարդարման եւ պատրաստվածության վիճակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջների։ Սա նշանակում է, որ բնակարանը պետք է համապատասխանի սահմանված նվազագույն հանձնման չափանիշներին, իսկ գնորդն իրավունք ունի պահանջել դրանց լիարժեք ապահովումը։ Բնակարանի ընդունման ընթացքում պարտադիր ուսումնասիրեք եւ ստորագրեք ընդունման հանձնման ակտը, որով հաստատվում է բնակարանի փոխանցումը կառուցապատողից գնորդին եւ սահմանվում են կողմերի պարտավորությունների շրջանակները։ Եթե հայտնաբերում եք թերություններ կամ անհամապատասխանություններ, միշտ ապեք ստորագրել ակտը առանց համապատասխան նշումների։ Բոլոր թերությունները պետք է արձանագրվեն գրավոր, հետագա պահանջների ներկայացման հնարավորությունը պահպանելու համար։ Հիշեք, մանրակրկիտ ստուգված եւ ճիշտ ընդունված բնակարանը ձեր ապագա հարմարավետ եւ հանգիստ կյանքի կարևոր երաշխիքն է։